Բարի լույս, առաջին ծրագիրն է եթերում եւ մենք շատ ուրախ ենք, որ այս առավոտ էլի ունենք հնարավորություն ձեզ ողջունելու ու մաղթելու արևոտ ու պայծառ օր։ Բարի լույս, սիրելի Սուրեն, բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ, այո, առաջին ծրագիրն է ATV ուղիղ եթերում եւ մենք ուրախ ենք ողջունել ձեզ։ Հարմար տեղավորվեք էկրանների առջև, որովհետեւ առաջիկա 1.5 ժամն անցկացնելու ենք միասին։ Այո, փորձելու ենք ձեզ տալ կարևոր ինֆորմացիա, հետաքրքիր զրույց ենք ունենալու մեր հյուրերի հետ, համեղ խոհանոց, իհարկե մարզվելու ենք, մի խոսքով քայլ առ քայլ գնալու ենք դեպի օրվա կարևոր հատվածին, իսկ այդ կարևոր հատվածն արդեն դուք եք որոշում ինչպես անցկացնել։ Սկիզբն ազդարարում ենք մենք։ Օրն էլ կարևոր է, սիրելի Սուրեն, հատկապես սոցիալական աշխատողների համար, քանի որ այսօր նոյեմբերի 4-ն է, օրը երեքշաբթի եւ Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր։ Սոցիալական աշխատողի գործունեության նպատակը մեկն է՝ օգնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդուն, ընտանիքին, աջակցել նրան լուծելու իր խնդիրները։ Իսկ եթե անդրադառնանք պատմական հոբելյարներին, ասենք, որ այսօր Հովհաննես Հաբելյանի ծննդյան օրն է։ Հաբելյանը խաղացել է բազմաթիվ դերեր։ Նա հրաշալի մարմնավորել է Շիրվանզադեի ստեղծած կերպարները, օրինակ կերտել է Էլիզբարյանին պատվի համարում, Ռուստամին, Բարխուդարին ամուսում, Գիժ Դանիելին, Չարվոքի եւ իհարկե շատ ու շատ դերեր։ Լավագույն դերերից են նաեւ Աբիսողոմ աղան մեծապատիվ մուրացկաններում, Վանահայրը Լևոն Շանթում, Օսիպը եւ շատ ու շատ հրաշալի կատարումներ։ Այո, նկարահանվել է նաև Նամուսում 1925 թվականի ֆիլմում Բարխուդարի դերում։ Դե նաև շնորհավոր ենք բոլոր նրանց, ովքեր այսօր արդեն նշել են իրենց ծննդյան օրը, հիշեցնենք, որ կարևոր է, որ հավաքվեք հարազատ մարդկանցով եւ սիրելի մարդիկ լինեն ձեր կողքին։ Իսկ տրամադրությունը միանշանակ ապահովի Իջևանի գինուգործանի կողմից առաջարկվող փրփրուն ռոզեն, իհարկե բրիզը, որը կարող է ձեզ հաղորդել այդ հրաշալի տրամադրությունն ու ռիթմերը, ձեր հոգին կերքի, ձեր ծնունդը կանցնի բարձր ռիթմերի ու տրամադրության ներքո։ Այո, բարձր տրամադրություն կապահովի նաև մարզումը, քանի որ առողջ ապրելակերպը շատ կարևոր է եւ դեպի ձմեռ են գնում, պետք է պատրաստվել ցուրտ եղանակներին եւ իմունիտետը մի լավ մարզել։ Իսկ լավագույն տեղը մարզվելու եւ ժամանակ անցկացնելու համար իհարկե Ակվատեկ համալիրն է, քաղաքի ամենաէներգետիկ, ամենաբազմակողմանի եւ սիրելի հանգստի վայրերից մեկը։ Ակվատեկի ջրային գոտին ամենամեծ փակ ջրային գոտին է Հայաստանում։ Ֆիթնեսի եւ սպայի սիրահարների համար այստեղ գործում է բարձրակարգ ֆիթնես կենտրոն, ժամանակակից սարքավորումներով եւ պրոֆեսիոնալ մարզիչներով, խմբային 3 տասնյակ մարզումներով։ Թե ինչ գնանք այնտեղ եւ տեսնենք, թե ինչ տեսանյութ ենք առանձնացրել այսօր ձեզ համար։ Բարև ձեզ, ես Նառա Մանուկյանն եմ, հանդիսանում եմ Ակվատեկում որպես յոգայի, պիլատեսի եւ ակվաէրոբիկայի մարզիչ։ Այս պահին Դալիճում տեղի է ունենում յոգայի դաս, որտեղ հիմնականում մասնակցում են միջին եւ բարձր ավելի տարիքի կանայք, չնայած տարիքային սահմանափակում մենք չունենք, յոգան սիրում են բոլորը։ Անձամբ ինձ համար յոգան դարձել է ապրելակերպ, կենսակերպ։ Յոգայի դասը շատ են սիրում մեր հաճախորդները, քանի որ այն կարծես փրկություն լինի բոլոր տեսակի խնդիրների համար։ Այստեղ մարզվելով յոգայի դասից հետո կարծես վերածնվում ես, ինչքան էլ որ ունենաս տկարություն, հոգնածություն, գալիս ես մասնակցելով յոգայի դասին, վերանում են եւ հոգնածությունը, ձերբազատվում է ստրեսներից, հանգստանում է մարմինդ, հոգիդ եւ էմոցիաներդ։ Իսկ ինչ վերաբերում է այս վարժություններին, հիմնականում այստեղ վարժությունները տեղի են ունենում տարբեր խնդիրների համար, օրինակ հիմնական ողնաշարային խնդիրների համար ունենք շատ վարժություններ, որոնք թեթևացնում են եւ ցավերը, եւ ընդհանուր մարմնի վիճակը։
Ահա, այսպես յուրաքանչյուր առավոտ պետք է մարզվել, լինել պատրաստված եւ մարզել իհարկե իմունիտետն ու պատրաստվել ցրտերին, որովհետեւ վիրուսները տարածված են, իսկ դրանք անխնա են, պետք է անպայման առողջությունը եւ իմունիտետը լավ վիճակում պահել, որպեսզի խուսափել վիրուսներից։ Դե ինչպես ասում են, ակվատեկը դա ոչ միայն հանգիստ է, այլև էներգիա, առողջություն եւ նոր տպավորություններ հենց մեկ վայրում։ Ակվատեք հանգստի եւ առողջության բոլոր հնչյունները մեկ համալիրում։ Իսկ մենք առաջարկում ենք ձեզ տրամադրության ռիթմեր ու բնականաբար այս ամենի հետ մեկտեղ այն պայծառ տրամադրությունը, որ գալիս է մեր եթերից։ Այս պահին փոքրիկ կարճ դադար կլինի ու կվերադառնանք եթեր։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը, ունենք հրաշալի հյուր եւ ես սիրով տեղեկացնեմ, որ Արա Գևորգյանի 3 աշխատանքներ գրանցվել են WDPO համաշխարհային ռեկորդների գրքում եւ հաճելի զուգադիպությամբ Երևան ստեղծագործությունը 200 կանոններով համընկել էր Երևանի ծննդյան 2807 ամյակին, իսկ 112 դուդուկահարների ռեկորդը համընկել էր Ջիվան Գասպարյանի ծննդյան օրվան։ Երրորդ համաշխարհային ռեկորդը հանձնվել է 5 բաց կանոնների ստեղծման գաղափարի համար։ Եվ մեր հյուրն է հենց Արա Գևորգյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ողջույն։ Փառք Աստծուն, առիթից օգտվելով ողջունեմ մեր բոլոր հեռուստադիտողներին։ Ցանկանամ, որ լինի տաք օր, ջերմ հարաբերություններ եւ ուրախ տրամադրություն։ Շատ ուրախ ենք ձեզ տեսնել մեր տաղավարում եւ իհարկե այս առիթի համար ենք ամենաշատ ուրախ, որովհետեւ շատ քիչ տեղերում է ինձ հանդիպել, իհարկե Facebook-ում ձեր աղջկա շնորհիվ արդեն ինֆորմացիան ինձ հասել էր, բայց դուք ձեզ բնորոշ համեստությամբ եթերից առաջ նշեցիք, որ այդ մասին չենք խոսելու, չէ՞, բայց կխնդրեմ պատմեք անպայման այս իրադարձության մասին, որովհետեւ սա պետք է լուսաբանել։ Եթե հիշում ենք, մենք ունենք մի շատ հրաշալի աղջնակ, որը մի շարք ռեկորդներ ունի ձայնի դիապազոնի հետ կապված, այսինքն նրա ձայնածավալը, եթե չեմ սխալվում, 11 օկտավա է եւ դա համաշխարհային ռեկորդների գրքում գրանցվեց։ Եվ այս հրաշալի Միլեն Կարանյանը եկել էր իր մայրիկի հետ մեր տուն եւ մենք պետքա ձայնագրեինք Ադանան, ցանկանում էր երգել Ադանա երգը եւ այդ ձայնագրությունը ամբողջությամբ նկարահանվում էր ռուսական հեռուստաընկերության կողմից, Միր ծրագրի կողմից։ Եվ այդ ընթացքում ես մինչև նախապատրաստվում էի նկարահանման, ես ցուցադրեցի, որ ես էլ ունեմ աշխատանքներ, որոնք ոնց որ թե յուրահատուկ են, եւ երբ որ իր մայրիկը, որը մենեջերն էր Միլենի, որ տեսավ, ասեց, իսկ ինչու չեք ներկայացնում համաշխարհային ռեկորդների գրքում գրանցելու։ Ես ասեցի, ոչ տեղը գիտեմ, ոչ էլ ձևը գիտեմ, չգիտեմ ինչպես են դա անում։ Եվ նա ասաց, ես կօգնեմ, ես ձևը գիտեմ, տեղն էլ գիտեմ, միայն այս ձայնագրություններից ամեն ինչ իր փաստերով, ամեն ինչով փոխանցի ինձ։ Փոխանցեցի եւ շատ կարճ ժամանակում ինձ եկավ նամակ արդեն այդ գլխավոր գրասենյակից, որ ձեր աշխատանքները ընթացքի մեջ են, մենք ձեզ կտեղեկացնենք, ինչ ընթացք կստանա եւ վերջում եկավ, որ շնորհավորում ենք, որ դուք ռեկորդսմեն եք համարվում։ Եվ գրանցված է արդեն համաշխարհային այդ WDPO գրքի մեջ։ Շատ ուրախացա եւ սպասում էի, որ իրանք բնականաբար այդ բոլոր ռեկորդային գրքերը, եթե չեմ սխալվում, 3-ն են, Ինտերռեկորդ, WDPO եւ Գինես, դրանք նույն ընտանիքն են եւ իրար հետ համագործակցելով որոշում են սա ռեկորդա թե ռեկորդ չի։ Եվ ճիշտն ասած, փոքրիկ գաղտնիք բացեմ, որ այդ մրցանակը պետք է ստանայի Կրեմլի դահլիճում, քանի որ ես գնացել էի մի ելույթով, պետք է համընդհանուր համերգ կար, որտեղ Հայաստանից միայն ես էի, իմ նվագախմբով, եւ այդ օրը պետք է ստանայի այդ մրցանակները, բայց չկա չարիք առանց բարիքի, այդ օրը չստացվեց տեխնիկական պատճառներով, Կրեմլ մուտք գործելու, անձնագրի հետ կապված խնդիր, հետո որ պետքա գար եւ ասեմ ձեզ, որ Կրեմլի դահլիճում ինձ մրցանակը պիտի հանձներ Գինեսի պաշտոնական նախագահը, պրեզիդենտ Գինեսի, մի խոսքով ամենամեծ մարդը այդ։ Եվ դա չստացվեց,
Իհարկե հարգելի պատճառներով չստացվեց, բայց նրանք որոշեցին, որ այնուամենայնիվ պետքա դա հանձնել ինձ եւ դա լինի մի քիչ ավելի պաշտոնական։ Եվ իրանց ներկայացուցիչը, որը Մոսկվայում էր գտնվում, որը Կովկասյան տարածաշրջանի պատասխանատուն էր, իսկ ընդհանուր մայր գրասենյակը գտնվում է Մեքսիկայում եւ նաեւ մյուս գրասենյակը Դանիայում, եւ Մոսկվայի այդ ներկայացուցիչը եկավ Երևան եւ մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում մենք կազմակերպեցինք այդ փոքրիկ համերգ միջոցառումը եւ մրցանակը հանձնվեց ինձ։ Դե այդ 200 կանոնները բնականաբար ինքը շատ դժվար էր, Վահան Սեթոյանն էր ռեժիսորը, օպերատոր Արտուր Ղարայանը, հրաշալի անձնավորություններ։ Անկեղծ ասեմ, Վահան Սեթոյանը ինչ որ մի պահ ասում էր, այդ Երևան գրելը մի քիչ դժվար կլինի, արի այդ մեկը չանենք։ Բայց ես ներքուս զգում եի, որ հենց դա է այս ամբողջ տեսահոլովակի մեխը, կոպիտ ասած։ Մի խոսքով, ինչ լինում է, իմ համառության շնորհիվ է լինում, որովհետև շատ ռեժիսորներ տարբեր առաջարկներ են անում, բայց ի սկզբանե ինչ որ կա գլխիս մեջ, ես հենց դա էլ տեսնում եմ, ասենք 10 քայլ հետո ինչա լինելու։ Եվ ստացվում է, նույնը ասենք եղավ Ծիծեռնակաբերդում, որ 500 հոգով գրեցինք 1915 այդ կանքու կլինենք տեսահոլովակի մեջ։ Մի խոսքով այդ 200 կանոններն էին, բայց իրականության մեջ դրանք 200 կանոններ չէին, այլ 230 էին, բայց քանի որ վարձված էր 200 աթոռ եւ 200 աթոռի վրա նստած կանոնահարներն էին 200 հոգի, որով գրված էր Երևան։ Իսկ ուշացողները, որ եկան տարբեր դպրոցներից, մոտ 30 էլի աշակերտ կանոնահարուի ուշացած եկան նկարահանման այդ տեղը, ստիպված էինք իրանց տեղափոխել, սենց նկարահանման ժամանակ, որ բոլորը կադրում լինեին։ Այնպես որ 200 գրանցվեց, բայց իրականում 230-ի չափ մարդ կար։ Երկրորդ ռեկորդը դա Ջիվան Գասպարյանի 90-ամյա Հոբելյանին ես առաջարկեցի վարպետին, ասի վարպետ 90 ձեր 90-ամյակն է, ես 90 դուդուկահարով որ գամ շնորհավորեմ, ոնց կզգաս վարպետ քեզ։ Ասեց Արաջան, անհնար բան ես ասում, նման բան ոչ եղել է, ոչ էլ կլինի։ Դժվար է դուդուկահարներին հավաքել։ Մի խոսքով, ես Facebook-ում տարածեցի, որ այն դուդուկահարները, ովքեր նոտա կարդալ գիտեն, համեցեք այսին ժամին մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճ։ Եվ փաստացի եկան 112 հոգի։ Եվ դա իսկապես զարմացրեց եւ ինձ եւ վարպետին, նոտաները վերցրել էի Հովանես Չեքիջյանից, մեծ մայստրոից, ամեն հայր սուրբ Մակար Եկմալյանի եւ մեր ամբիոնի դասախոս Հրաչ Նազարյանն էլ ղեկավարեց այդ բոլորին, մի խոսքով։ Եվ երրորդ ռեկորդը դա բաց կանոնի ստեղծումն էր, որ վարպետ Ալբերտ Զաքարյանի հետ միասին մենք ստեղծեցինք 5 գործիք, որը նվիրեցի ազգային նվագաների պետական նվագախմբին, երգի պարի անսամբլին, ցավում եմ, որ չեն օգտագործում, հույսով եմ, որ կգա ժամանակը կօգտագործեն եւ բոլորս ամեն դեպքում այս երկու բառով կուզենայի նաեւ խոսքս ուղղել այն պատկան մարդկանց, որոնք պետքա ուրախ լինեն, որ ստեղծված է նոր երաժշտական գործիք աշխարհում եւ պետք է զբաղվել այդ գործիքի կատարելագործմամբ եւ տարածմամբ։ Իսկ եթե մենք չենք օգտագործում, ինքը մարելու է ու տենց էլ վերջանա գնա։ Մի գործիքը Թովմաս Պողոսյանի մոտ է, որ շատ մեծ ուրախությամբ նրանք օգտագործում են, նույնիսկ այդ գործիքը արդեն հասավ Ավստրալիա, Կրեմլի դահլիճ համերգների ժամանակ Թովմաս Պողոսյանի, Սայաթնովա աշխուղական նվագախմբի։ Եվ մի գործիքը մանկավարժական համալսարանում սովորեցնում ենք նվագել, եւ 5-րդ գործիքը մեր տանն է, որը 2 ամիս ցուցադրվեց Երևանի պատմության թանգարանում եւ պատրաստում եմ նվիրել Հայաստանի պատմության թանգարանին։ Մի խոսքով 3 ռեկորդներն էլ մանկավարժական համալսարանի հետ ամիջական կապ ունեն։ Պարոն Գևորգյան, ձեր Արցախ ստեղծագործությունը Sony PlayStation-ը օգտագործեց, վերցրեց եւ ներառեց իր խաղերի մեջ, ձեզ վճարեց ընդամենը $1000։ Ինչու՞։ Դա իմ մեղքն է։ Որովհետև ես կուզենամ շնորհակալությունս հայտնել Արման Պադարյանին, հրաշալի անձնավորություն ֆիլհարմոնիկ նվագախմբի կողքին կանգնած,
պրոդյուսերական այդ ամբողջ աշխատանքը իր վրա է եւ ինքը փայլուն մասնագետ, հրաշալի անձնավորություն։ Միշտ դիմում եմ Արմանին, երբ որ լինում են շատ կարևոր փաստաթղթային նամակներ, եւ երբ որ եկավ PlayStation-ից եկավ այդ նամակը, որ մենք ցանկանում ենք ձեր երաժշտությունը մտցնել PlayStation խաղի մեջ։ Ես ապշեցի ու այդ նամակը որ Արմանը թարգմանեց ինձ, շատ ուրախացած, ասի Արման ջան, էս ինչ լավ բան է, գրի համաձայն ենք։ Հա ու գրված էր եւ ինչքան պիտի վճարենք։ Ասի Արման գրի ամոթ է, ոչ մի բան պետք չի։ Ասեց որ գրեմ ոչ մի բան պետք չի, իրանք պարզապես չեն վերցնի։ Կմտածեն ինչ որ մի բան, ստեղ ուրեմն չի։ Եվ ասի լավ, մի $1000 գրի։ Հետո ինչքան ընկեր ունեմ, ինչքան ծանոթանում եմ, ասեցին, որ 100,000 էլ գրեի, կվճարեին, որովհետև PlayStation-ը դա համաշխարհային շատ հարուստ կազմակերպություն է։ Իդեպ ասած, ես այդ վճարել չվճարելու հետ կապված, դե բոլորս գիտենք, որ Հայաստանում ես ամեն ինչ անվճար եմ անում։ Երբ գրել, գործիքավորել, օրներքներ գրել, տարբեր կազմակերպությունների, քաղաքների, Գորիս, Մասիս, մի խոսքով, Ծաղկաձորի օրներքը, Ֆիզկուլտ ինստիտուտի օրներքը ես եմ գրել։ Մի խոսքով, ամեն ինչ անում եմ անվճար, ինչքան Էրեբունի Երևան կա, բոլորը վճարվել են բացի ինձանից, համահայկական խաղեր, ինչքան համերգ եմ տվել Երևանում, միայն անվճար, իմ մասը անվճար է եղել, եւ Հայաստանի Հանրապետությունում բարձր կարող եմ ասել, չկա մի մարդ, որ ինձ ինչ-որ մի բան փող տված լինի, որ ես ինչ-որ երաժշտության հետ կապված ինչ-որ մի գործողություն կատարեմ, ամեն ինչ արել եմ անվճար եւ երբեք ոչ մեկի դուռը չեմ թակել, որ ինձ հովանավորեն կամ որևէ մեկից մի խոսքով ոչ վերևը, ոչ ներքևը, ոչ աջ, ոչ Դրա համար էլ այսօր ձեր ստեղծած երաժշտությունը աշխարհում օգտագործում են բոլորը, նույնիսկ չիմանալով դրա մասին։ Հիմա միտեղ կա, որ ես շատ տուժվել եմ, ուրեմն սա շատ կարևոր բան եմ ասում, աշխարհարչակ երգիչ Յան Գիլանը, Deep Purple խմբի Յան Գիլանը ինձ խնդրեց, որ ես իր երգերից մեկը այնպես գործիքավորեմ, որ ինքը հայկական թեկում ունենա։ Ես դա արեցի սիրով եւ քանի որ բոլորս տեղյակ ենք 89 թվականին, երբ Յան Գիլանը եկավ Երևան, 89-90, ես իր հետ համագործակցեցի բեմահարթակի վրա նաեւ Արսեն Գրիգորյանի հետ, մենք նվագեցինք Յան Գիլանը երկրաշարժին նվիրված երգեր գրել։ Եվ այդտեղից մենք ընկերացել ենք արդեն, մեր ռալի նվագախմբով իր հետ շատ շփվեցինք։ Եվ այդ մտերմությունը հետո վերածվեց, որ ինքը Հայաստանի երկրաշարժի գոտուն բավական օգնություն բերեց, երաժշտական դպրոց բացեցին, եւ մեր ընկերությունը շարունակվեց, անընդհատ հանդիպում էինք եւ որ ինքը խնդրեց Թոնի Այոմիի հետ, Black Sabbath-ի գիտարիստի հետ, խնդրեցին, որ ես գործիքավորում անեմ։ Ես արեցի ինտրոն հայկական դուդուկով եւ ես էի նվագում։ Ինքը շատ հավանեց, ասեց խնդրում եմ բոլոր տրեկերը ուղարկի ինձ։ Երգը կոչվում է Holy Water, YouTube-ի մեջ կա։ Եվ երբ որ թուղթ եկավ ինձ, ինչքան պիտի վճարենք, ես գրեցի անվճար, անհարմար չի, դուք մեր երկրի համար այսքան բան եք արել, մենք ընկերացել ենք իրար հետ այդքան շփվել ենք, իրար հետ Smoke on the Water ենք երգել, քեֆներս լավ։ Եվ գրեցի ոչ մի բան պետք չի։ Հետո ես YouTube-ի մեջ տեսա այդ երգը ու մի հատ ձայնասկավառակի պատկեր, որտեղ գրված էր գործիքավոր Մարա Գևորգյան, Դուդուկ Արշակ Սահակյան, գրված էր շատ ուրախացած, նամակ գրեցի, ասեցի, այդ դիսկից մի օրինակ ինձ ուղարկեք, էլի, որ ես ունենամ ինձ մոտ, փաստ։ Եկավ ուրեմն լրիվ ուրիշ դիսկ, այդ երգը մեջը, Հայաստանի մասին այնքան լավ բաներ մեջը գրած, մի ամբողջ գիրք։ Շատ բարի, շատ լավ, որ Հայաստանի վրա ինքը սիրահարված է եւ այլն, բայց ոչ իմ անունը կա, ոչ Արշակի։ Ես նամակ գրեցի իրան, ասեցի, բայց մեր անունները ինչի չկա, երգը մեջը կա, ձայնասկավառակի, այդ ստեղծագործությունը մենք մեջը նվագում ենք, բայց մեր բոլորի անունները կա, բացի մեզ անունների շարան կար նույնիսկ, այնքան շատ էր։ Մեր անունները չկա, ասեց ես կիմանամ ով է սխալը թույլ տվել, ձայնասկավառակը տպվել է Գերմանիայում։ Հետո ինձ բոլորը կողքից ասեցին, Արա ջան, քո անունը չի գրվել, որովհետև այդ սմետայի մեջ քո անունը չի եղել, որ դու փողը չես ուզել։ Փող չես ուզել, քո անունը չի գրանցվել ոչ մի տեղ, որտեղ որ ուզեին իրանք այդ փոխանցման բան անունդ կգրանցվեր։ Մի խոսքով, այդ էլ
Անվճարի բանը։ Այո, խերը։ Հերը։ Պարոն Գևորգյան, շնորհակալություն, որ այս առավոտ մեզ հյուր եք, որովհետև այն բոլոր աշխատանքները, որոնք դուք եք արել, այդ աշխատանքների մասին եթե սկսենք հաթառած խոսել, մեզ 10, 100, 1000 եթերը չի հերիքի։ Դեռ սպասվում են նոր աշխատանքներ։ Այո, գիտենք, երբ որ արդեն իրականություն կդառնա հաջորդը արդեն դողներով, մենք սիրով էլ կհյուրընկալենք ձեզ ու կխոսենք նաև այդ մասին։ Հիմա ձեզ ում նվիրել Իջևանի գինուգործանի կողմից սափորը, որպեսզի ձեր ռեկորդները տոնելիս լավ տրամադրությունը միշտ ձեզ հետ։ Շնորհակալ եմ եւ հրավերի համար, շնորհակալ եմ եւ գինու համար եւ մեր բոլոր հեռուստադիտողներին ասում եմ լավ օր։ Շնորհակալ եմ ձեզ։ Հաջողություն ձեզ։ Դե ինչ հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամ փոփենք այսօրվա երաժշտական առավոտը։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ինչպես խոստացել էինք ունենք երգի տեսահոլովակի պրեմիերա եւ ունենք Արև Մարդ հյուր։ Այո, Հասմիկ Կարապետյանն է մեր հյուրը։ Բարի Հասմիկ։ Բարի լույս, այնքան հաճելի է Արև Մարդ, հա, բնութագիր է ինձ համար։ Շատ շնորհակալ եմ, բարի լույս, ձեզ շատ կարոտել էի, ինչպես միշտ ինձ համար դուք էլ լուսավոր մարդկանցից եք իմ կյանքի։ Հասմիկ, մինչև քո գալը, մենք այսպես ներկայացեցինք մեր հեռուստատողներին, թե ով է լինելու մեր հյուր, չբացեցինք փակագծերը, բայց ես ասացի, որ սիրում եմ մեր հյուրի բոլոր երգերը, հատկապես անձրևոտ ժամանակից սիրում եմ անձրևի մասին երգը եւ մեկ էլ սիրում եմ նրա երգերը, որ դուռը փակում եմ։ Պարզ է։ Որոշումներ անել, այո։ Հորդառատ անձրևից հետո մնաց մի կաթիլ։ Խոսենք այդ մի կաթիլի մասին, որովհետեւ նոր երգն ու տեսահոլովակը կոչվում է Կաթիլ։ Այո, սիրով կխոսեմ այս ստեղծագործության մասին, որովհետև ի վերջո կաթիլը հեղինակային չէ։ Այս դեպքում նկարագրեմ, ուրեմն երգն ինձ համար հատուկ գրել է եւ նվիրել է Կապանից Կարեն Հովան անունով մի երգահան, որը մոտ 200 երգերի հեղինակ է։ Պարզվեց, որ նրան շատ-շատերը գիտեն մեր երգարվեստի ոլորտում, ես չգիտեի։ Կարենն ասեց, Հասմիկ ջան, ձեզ մի երգ ուղարկեմ, ես եմ գրել եւ խոսքերը եւ երաժշտությունը, ինձ թվում է այդ երգը ձեզ համար է։ Ես այսպես իհարկե միշտ բաց եմ նմանատիպ ես համագործակցությունների առջև, երգը ուղարկեց Կարեն Հովանը, ես լսեցի եւ հենց առաջին իսկ հնչյուններից ինձ թվաց ես եմ գրել այդ երգը։ Պատկերացրեք, այդչափ դուրս եկավ, որովհետև ես սիրում եմ մեղեդային երգեր, իսկ Կաթիլը իսկապես մեղեդային ստեղծագործություն է։ Շատ շնորհակալ եմ Կարենին այդ շքեղ եւ շռայլ նվերի համար։ Եվ ինչպես միշտ Հասմիկն անցավ իրագործելու, այո, գործի, ասեմ, որ երգի ուրեմն գործիքավորումը, երաժշտական ոճաբանությունը եւ music production-ը արել է Էդգարը Խաչատրյան, բոլորիս արդեն ծանոթ, աղոթքով, սեր ասայով եւ արդեն հետագայում ձայնագրվեց երգը միքս եւ մաստերինգ, այդ ամենը արվել է MP-Ray խմբի ստուդիոյում։ Իդեմս Կարեն Արզումանյանի, իմ շատ սիրելի Գիսանե Պալյանի ամուսնու, շատ հիասքանչ ընկերներ ինձ համար, շատ լավ թիմ, եւ հետո, երբ որ երգն արդեն պատրաստ էր, Էդգարը գործիքավորեց, production արվեց եւ ձայնագրվեցի, զգացինք, որ երգին անհրաժեշտ է տեսահոլովակ, որտեղ երգն իրականում շատ զգացմունքային է, շատ էսպես մեղեդային եւ այն արժանի է ունենալու տեսահոլովակ։ Ունեմ մի շատ լավ ընկերուհի, պրոֆեսիոնալ իր գործում ռեժիսոր Նարան Կարապետյան, Ողջուններ եմ Նարայ։ Այո, Նարուկ ջան, ողջունում ենք քեզ։ Նարան միանշանակ ուղարկեցի երգը, արդեն պատրաստ էր, ուղարկի, ես պիտի լսեմ։ Նարան լսեց երգը, շատ հավանեց։ Իդեպ ասեմ, որ երգի գիտարը եւ ռիթմ գիտարները եւ սոլոն, որը շատ արտահայտիչ է եւ սոլոյի մասում ունենք հետաքրքիր պար, իդեմս Տոմայի, կդիտենք, հետո կխոսեմ արդեն կանդրադառնամ։ Ամբողջ տեսահոլովակը սև սպիտակ է։ Որովհետև սև սպիտակով ըստ իս դա իմ որոշումը չի եղել, դա ռեժիսորի Նարայի Կարապետյան եւ օպերատորի Արտակի Մարգարյան ըստ իս որոշումն է եղել, որտեվ քննարկում էին իրենք, ես փորձեցի չխառնվել։ Իրենք ասեցին, որ սև սպիտակով այն շատ ավելի հետաքրքիր է նայվում։
Հիմա տեսահոլովակից հետո կխոսենք, կմանրամասնենք մի խոսքով եւ նկարահանեցինք տեսահոլովակը, բավականին երկար ժամանակ պատրաստվում ենք, հասկանալու համար թե ինչ պիտի լինի, ոնց պիտի լինի, նախատեսել ենք նկարահանել տեսահոլովակը ամռանը, բայց չստացվեց, որովհետեւ բոլորս ինչ որ զբաղված էինք շատ, ստացվեց աշնանը։ Երգը կոչվում է Կաթիլ։ Իսկ թե ինչ ստացվեց, առաջարկում ենք դիտել։ Անձրևն է գալիս ու հանդարտվում Կաթիլը խոնավ մեր շուրջն է իջնում Շամփան մեր սիրո եղմորեն թրջում Անձրևի նեշքո մեր սերն ամրացնում Բարող կաթիլներն են մեզ սեր բաժանում Պարզ լույսի ներքո հոգին մեր լցնում Մեր սրտի երգը քամին նվագում Քո կողքին ասես աշխարհն է փայլում Թրջող կաթիլներ մեզ սեր բաժանում Պարզ լույսի ներքո հոգին մեր լցնում Մեր սրտի երգը քամին նվագում Քո կողքին ասես աշխարհն է փայլում Աչքերս տեսնում են երկինքը վեր Կարոտս զսպում եմ դու քո բույրով անվերջ Հայացքով իմ անմեղ անձրևին եմ պատմում Որ իմն ես դու Որ իմն ես դու Թրջող կաթիլներ մեզ սեր բաժանում Պարզ լույսի ներքո հոգին մեր լցնում Մեր սրտի երգը քամին նվագում Քո կողքին ասես աշխարհն է Բարող կաթիլներն են մեզ սեր բաժանում Թրջող կաթիլներ մեզ սեր բաժանում Պարզ լույսի ներքո հոգին մեր լցնում Մեր սրտի երգը քամին նվագում Քո կողքին ասես աշխարհն է փայլում Թրջող կաթիլներ մեզ սեր բաժանում Պարզ լույսի ներքո հոգին մեր լցնում Մեր սրտի երգը քամին նվագում Քո կողքին ասես աշխարհն է փայլում Քո կողքին ասես աշխարհն է Շնորհավորում ենք, այո։ Կաթիլ, Հասմիկ Շնորհակալ եմ։ Կարապետյան։ Գիտես ինչն էր ամենաշատը հետաքրքրում, դու նշեցիր, որ երգը գրավեց մեղեդայնությամբ, բայց բառերը եւս շատ քեզ հատուկ էին։ Ինձ թվում է նույնիսկ լսելիս Այո։ դու ես գրել։ Դու ո՞նց ես բառերի նկատմամբ
վերաբերվել կամ չգիտեմ ինչ են քեզ համար նշանակել։ Ինձ համար առաջնայինը Մեղեդին է, որովհետև որպես հեղինակ եմ սա արդեն ասում, կարծում եմ, որ եթե Մեղեդին հարուստ է եւ դիպչող, այդտեղ արդեն բառերին այդքան էլ շատ ուշադրություն չենք դարձնում, բայց իհարկե կատարյալն այն է, երբ եւ խոսքերը եւ երաժշտությունը լավն են լինում, համահունչ, ներդաշնակ, բայց օրինակ ես նաեւ չեմ սիրում երգել պրիմիտիվ խոսքերով ստեղծագործություններ եւ փորձել եմ իմ ամբողջ ստեղծագործական կյանքում չերգել։ Օրինակի համար մի զավեշտ պատմեմ, միջև անցնենք տեսալովակի գրքին, մի տղա կար, փոքր էր ահագին ինձանից տարիքով, 1 ամիս, այն որ ինձ այսպես հետապնդում էր զանգերով, չգիտեմ, իմացել էր համարից Հասմիկ ջան, ձեր համար երգ եմ գրել, ինձ թվում է սա շատ լավ դուետ կլինի, ինչ որ մի տղայի հետ, շատ սիրուն երգ է, խորը, ինքը հենց այսպես բնութագրում էր եւ այն ժամանակ կասետաների վրա ինքը իրեն ինչ որ կերպով ձայնագրել էր եւ ասեցի այդ կասետան անունն էլ Գառնիկ էր այդ տղայի, փոքր էր էլի, այտենց որ դպրոցական ինձ մի քիչ ավելի բարձր ասեցի Գառնիկ ջան, լավ ուղարկի լսեմ, տեսնեմ այդ ինչ շեդևր է, որ դու մի ամիս ամեն օր ինքը ինձ անհանգստացնում էր։ Խոսքով տանը դեռ այդ ժամանակ կար մագնիտոֆոն։ Ես բերեցի, ասի Արմին արի, տեսնենք էս ինչ է եւ այլն եւ այլն։ Ժողովուրդ, խորիմաստ երգ լսեք հիմա, թե Մեղեդին, թե խոսքերը։ Դու եղնիկ ես շատ սիրուն, թափառում ես անտառում, ու ձայնագրել է հիմա կրկներք, եղնիկ ես, եղնիկ ես, Ռոմանտիկ ես, Գառնիկ։ Վզվզում ես անտառում, սարերի դու չգիտեմ ինչ, ես հիմա այդպես շատ լավ, բայց կրկներքն եմ հիշում։ Հիմա կրկներքը ու ամեն կրկներքից առաջ Գառնիկը այսպես ինքը իրեն ձայնագրում էր, եղնիկ ես, եղնիկ ես, եղնիկ ես, այնքան ենք ծիծաղել ես եւ քույրս, իհարկե այդ մի հատ պոզիտիվ էր։ Զանգել եմ ասեմ Գառնիկ ջան, խորիմաստ երգ, գեղեցիկ երգ զուգերգ, այդ մի խոսքով, ուզում եմ ասել, այսպիսի բաներ էլ եմ հետ եղել։ Եղնիկից եկան Կաթիլին։ Շատ արագ։ Տեսահոլովակը շատ գեղեցիկ եւ շատ աշխատած էր ստացվել, այսպես երևի թե երգին լիարժեք այսպես բնութագրում էր, ամփոփում էր, ավելի էր սիրունացնում։ Հիմա տեսահոլովակի մասին դու պատմիր։ Քանի օր մեկ նկարել, ինչպես են ընթացել նկարանման Ուրեմն տեսահոլովակը նկարահանել ենք 1 օրում, ինչպես արդեն նկատեցիք, մի քանի տեղայինքներ կային, տեսարանները տարբեր էին, պետք է նշեմ պարտադիր որտեղ եք նկարել։ Տարբեր 3 տեսարաններ ըստ շատ գեղեցիկ նշել, որովհետև մեզ ընթացքում դու շատ հետաքրքիր բաներ էիր պատմում։ Օրինակ, ովքեր են քեզ ջրել, որովհետև այսպես մենք տեսնում ենք շատ գեղեցիկ ռոմանտիկ կադրեր, բայց աշխատանքները այդ ամենից դուրս ավելի հետաքրքիր են միշտ։ Իհարկե, միշտ շատ հետաքրքիր եւ իրականում առաջին անգամ է այսքան ջրվելու, այս չափ, ուզում եմ շնորհակալությունս հայտնել մեր այնին, ներքին արտակարգ իրավիճակների նախարարության, այո, պատկանող այնին, որովհետև իրականում շատ այսպես մեծ սիրով եւ հաճույքով նրանք եկան, ջրեցին, գնացին։ Ջրեցին, բայց ջրեցին այսպես հոգատար։ Վայ, խեղճ Հասմիկ եմ, որ ես իհարկե նկարահանման ընթացքում նախ ասեմ, որ Նարան, եթե ասում է մի բան, պիտի անես, էլ ներում բեկում չկա, ես էլ այսպես արդեն նշել եմ, խելոք բալիկի նման ենթարկվում է, իհարկե մինչ տեսահոլովակը շատ ու շատ քննարկումներ արել ենք, բայց կոնկրետ այնտեղ արդեն վերջ։ Նարան է տարածքի ղեկավարը Թագուհին, այո, եւ սկզբում նույնիսկ այսպես ինձ համար հաճելի էր, որ դե ես սիրում եմ անձրև, ինչ որ թաց, իհարկե դժվար էր, որովհետեւ բավականին ցուրտ էր, որտեվ այդ կադրերը նկարահանեցինք երեկոյան 6-ից հետո, իհարկե աշուն էր, տաք աշուն, հոկտեմբեր ամիս, հոկտեմբերի 15-ն էր, եթե չեմ սխալվում, եւ ոնց որ այն սկիզբը շատ լավ էր, ես այսպես տարերքի մեջ անձրևի տակ երգում եմ, Հասմիկին ով որ լավ է ճանաչում, գիտի որ այդ հաճելի կլին, այո, սուրենը ինչպես վկայում է այդ մասին, եւ այդպես մի խոսքով հետո զգացի, որ այդ սառը օդի դե որ երգում է, ես իրական ձայնով բարձր երգում էի, փորձում էի էմոցիա հաղորդել կադրին, զգում էի, որ այսպես շունչս կտրվում էր երգել ու թրջվել, այսպես անձրևի կաթիլները
լցվում են աչքերիս մեջ, բան բրավո մեյքափ արտիստին, իմ դիմահարդարողին Ջուլիային Պապյան, որովհետև այնքան արհեստավարժ դիմահարդարում էր արել, որ այդ թրջվելուց հետո երեկոյան ոչ մի բան չէր տեղաշարժվել, այո։ Հասմիկ, քանի որ ժամանակը սուղ է, խոսենք նաև նոյեմբերի 22-ին տեղի ունեցող կարևոր իրադարձությունից, համերգ, նորից հանդիպում քո հանդիսատեսի հետ։ Այո, նորից հանդիպում իմ հանդիսատեսի հետ, որովհետև ես միշտ փորձում եմ իմ լսարանի խնդրանքները կատարել, ինձ շատ են գրում, անհատապես ասում են, որ Հասմիկ ջան, այ Երգի պետական թատրոնին չկարողացանք գալ, միգուցե նորից ինչ-որ մի վայրում հանդես գաք եւ մասնավորապես վերջերս բավականին ակտիվ եմ, որովհետև կան նոր ռեմիքսներ, նորից լսարանից խնդրանքը իմ հիթերը սիրված ուզում են նոր ավելի թարմ գործիքավորումներով մատուցմամբ ես դա արդեն անում եմ, ընթացքի մեջ է եւ բոլորին իմ շատ սիրելի երկրպագուներ նոյեմբերի 22-ին շաբաթ օրը երեկոյան 20:00-ին սիրով անհամբեր հրավիրում եմ Հինանի մյուզիկհոլ, որտեղ մենք բոլորս միասին կանցկացնենք շատ երաժշտական եւ շատ դրական երեկո։ Եվ կլինեն նաև նոր երգեր բացի ռեմիքսներից։ Այո, կլինեն նոր երգեր, նոր կատարումներ, երգեր, որոնք որ Հատուկ հյուրեր։ Հատուկ հյուրեր, այո, մի խոսքով միացեք մեզ նոյեմբերի 22-ին երեկոյան։ Քանի որ Հասմիկ դու միշտ տոն ես քո տեսակով։ Փորձում եմ։ Այո, ես քեզ ճանաչում արդեն շատ վաղուց եւ ասեմ, որ այնպեսի տպավորություն ոնց որ մեր այդ շփումից այդ երկար տարիների, հա, մի օր է ընդհանրապես անցել, որտեղ ընդհանրապես չես փոխվում։ Իսկապես Սուրեն ջան։ Ես լավ զգացի շատ։ Ինձ 3 թե առաջ օրը Ոչ տեսակով ես փոխվում, ոչ ֆիզիկապես ես փոխվում, այն նույն Հասմիկ Կարապետյանը, նույն խանդավառ, էներգիայով լեցուն եւ էլի աշխատասիրության։ Բոլորի միշտ զարմացնում է քո աշխատասիրությունը, որ դու միշտ այսպես այո Այս տեսակով ամենակարևորն է։ Այո, տեսակն է ամենակարևորը, իսկ եթե ընդհանրապես էլ մի ուրեմն վարորդ ինձ այն օրը ասեց Հասմիկ ջան, ես ապշած զարմացած եմ, ասում եմ ինչու, ասում է ես քեզ ոնց 15 տարի ճանաչում եմ, դու ասում եմ դու չես մեծանում, ասում եմ չգիտեմ, ըստիս ես մեծացել եմ, բայց ուրիշների աչքերում Դե, բրավո երեխաներին ու Շանթին, որ քեզ այսպես պահում են։ Իդեպ ասեմ, որ տեսահոլովակից հերոսը Շանթն էր, այո, ամուսինս նա շատ այսպես պարտաճանաչ կատարում էր, բայց վերջում ասեց չհասկացա, այսքան գնացի, նոր կոստյում գնեցի, պատրաստվեցի, 10-5 րոպեներ պետք է այստեղ բրդեիր ու գնայր, ասում եմ, դե նարային դիմիր այդ հարցերում։ Հասմիկ քեզ ուզում ենք նվիրել տրամադրություն Breeze Իջևանի գինուգործանի կողմից, որը հատուկ հենց կանանց համար է նախատեսված։ Սիրում եմ սա։ Ահա։ Շատ եմ սիրում Breeze-ը։ Դե, ուրեմն հրաշալի մարդկանց հետ կբացես Breeze-ը եւ կնշես քո տեսահոլովակի։ Անպայման, երևի թե հենց տեսահոլովակի վրա աշխատած թիմի հետ կբացեմ։ Քեզ անչափ շնորհակալություն, որ այս առավոտ մեզ հետ էիր։ Ես էլ եմ Սպասում ենք էլի Եվ նոր անհամբեր։ աշխատանքներ ենք մաղթում եւ սպասում ենք միշտ մեզ մոտ։ Եվ հաջողություններ ամսի 22-ին մենահամերգի ժամանակ։ Բոլորով։ Դե ինչ կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կողջունենք մեր հաջորդ հյուրին։ Այսպես կամաց մոտեցանք ավարտին, այո, փորձեցինք այսօրվա մեր եթերի ընթացքում ներառել ամենահետաքրքիրը եւ ամենաերաժշտականը։ Դե այս ամենին նաեւ գումարած մեր ժպիտները։ Այո, եւ ինչ է պետք վերցնել սիրելի Սուրեն, երբ երեկոյան հավաքվում ենք եւ շատ լավ ժամանակ ենք անցկացնում մեր ընկերների հետ։ Քո խորհուրդը ինձ շատ է դուր գալիս։ Միանշանակ Breeze-ը, հա, Ռոզե Փրփրունգինի, որը ներկայացնում է Իջևանի գինուգործարանը, համոզված եղեք, որ տրամադրության լրացումը հենց այս Փրփրունգինու հետ միասին կարող է լինել գեղեցիկ, հաճելի եւ ուրախ ռիթմերի ներքո։ Այո, եւ եթե հատուկ առիթ ունեք եւ տոնելու առիթ ունեք, ապա ձեր տեսքը սիրելի աղջիկներ եւ կանայք կարող եք վստահել Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին։ Իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Ամեն անգամ, երբ որ որոշում եք դառնալ արագեղեցիկը, գնացեք Նալբանդյան 37 Master Right Barber Shop-ը, որտեղ իհարկե վարպետները Վահեն Արտակը եւ մեծ թիմը պատրաստ են ձեզ դարձնելու միանշանակ արագեղեցիկը։ Այնտեղ ընդունվում են միայն ժպիտով եւ ճանապարհում միայն ժպիտնով։ Էլ չասեմ գեղեցիկ տեսքի մասին։ Այո, եւ եթե ունեք հատուկ առիթներ եւ առօրյայում ուզում եք շատ ոճային լինել, ապա այցելեք Daphne խանութ սրահ 2 հասցե ունի այս շատ հրաշալի խանութ սրահը Պուշկին 33 եւ Թումանյան 5 այցելեք գտեք ձեր նորաոճ աշնանային լուքերը հենց Daphne-ում։
Իսկ լավ տրամադրության համար շատ փնտրել պետք չէ, պարզապես ATV յուրաքանչյուր առավոտ 10:30-ից մինչև 12-ը եթերում Սուրենն ու Սոնան են եւ իհարկե մեր հրաշալի թիմը, ովքեր պատրաստ են յուրաքանչյուր վայրկյանը դարձնել առավել հետաքրքիր։ Կհանդիպենք արդեն վաղը առավոտյան նույն ժամին նույն տեղում եւ վերջում չենք մոռանում սիրելի հեռուստադիտողներ, որ այս ամենը պատրաստված էր Սիրով։